Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Ես կանչեցի նրան, բայց նա չպատասխանեց։ Երգերգոց 5:6 Երբեմն աղոթքի պատասխանը ուշանում է, և աղոթողը ստիպված է լինում սպասել թագավորի դարպասների մոտ, մինչ նա դուրս գա և լցնի նրան այն օրհնություններով, որոնց նա սպասում է։ Հայտնի է, որ երբ Տերը մեծ հավատք է տալիս, նաև փորձում է այն հետաձգելով աղոթքների պատասխանը։ Նա թույլ է տալիս, որ իր ծառաների ձայները արձագանքեն իրենց ականջներում, կարծես հարվածելով պղնձե երկնքին։ Նրանք թակում են ոսկե դարպասները, բայց դրանք անշարժ են մնում, ասես դրանց ծխնիները ժանգոտված լինեն։ Նրանք Երեմիայի պես աղաղակում են. «Քեզ ամպով ծածկեցիր, որ մեր աղոթքը անց չկենա» Ողբ 3:44 Ահա այսպես են իրական սրբերը առանց պատասխանի երկար ժամանակ համբերությամբ սպասել, ոչ թե որովհետև նրանց աղոթքները ջերմեռանդ չէին կամ նրանք ընդունված չէին, այլ որովհետև այդպես է հաճո եղել նրան, ով ինքնիշխան է և տալիս է իր կամքի հաճության պես։ Եթե նա կամենում է վարժեցնել մեր համբերությունը, միթե չի կարող իրենների հետ վարվել, ինչպես ինքն է ուզում։ Աղերսողը չի կարող ընտրել պատասխանի ոչ ժամանակը, ոչ տեղը, ոչ էլ միջոցը, բայց մենք պիտի զգույշ լինենք, որ չդադարեցնենք մեր աղոթքները, կարծելով, թե դրանք մերժվել են։ Աստված հետևողականորեն պատասխանելու է նրանց, ովքեր հարատևում են աղոթքում։ Մենք չպիտի սատանային թույլ տանք, որ նա, մատնացույց անելով մեր չպատասխանված աղոթքները, սասանի ճշմարտության Աստծո վրա եղած մեր վստահությունը։ Աղաչանքները կարող են չպատասխանված լինել, բայց դրանք չեն կարող չլսված լինել։ Աստված պահում է մեր աղոթքների թղթապանակը և ոչ մի քամի դրանք չի կարող քշել։ Դրանք պահվում են Թագավորի արխիվներում։ Յուրաքանչյուր աղոթքը զետեղված է երկնային արքունիքի գրանցամատյանում։ Հավատացյալ, դու գուցե հիմա փորձվում ես, սակայն հիշիր, որ քո Տերը արցունքների տիկ ունի, որի մեջ հավաքում է քո խորը վշտերի թանկարժեք արցունքները և մի գիրք, որի մեջ համարված են քո սուրբ հառաչանքները։ Շուտով քո հայցը կբավարարվի։ Միթե չես կարող մի փոքր էլ սպասել։ Միթե քո Տիրոջ որոշած ժամանակն ավելի հարմար չէ, քան քոնը։ Շուտով նա կհայտնվի իր մխիթարությամբ և ուրախություն կպարգևի քո հոգուն, ստիպելով քեզ դեն նետել քո սպասման քուրձն ու մոխիրը և հագնել պտղաբերության կարմիր բեհեզը։